Ժողովուրդ, տեսնում եք այս հրաշքը։ Սա Բերթավանի ամրոցն է, որը գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի 200 մետր հեռավորության վրա։ Որ հելնեք ամրոցի վրա կտեսնեք դրանց դիրքերը։ Ես պատմեմ այս Բերթի մասին, իսկ դուք ուշադիր լսեք, որ ոչ մի փաստ բաց չթողնեք, ու մինչև անցնել էին բուն նյութին, չմոռանաս գրանցվել Գիտակերտին, քանի որ ինձ թվում է լավ գործ ենք անում։ Հիմա դուք ինձ կասեք, Արտուր, արի սկզբից հասկանանք, թե ինչ է Բերթը եւ ինչի համար է այն նախատեսված։ Ասեմ, ամրոցը կամ Բերթը թշնամու հարձակման եւ պաշարման պայմաններում երկարատև դիմադրության համար նախատեսված բնակավայր է։ Մինչև այս ամրոցները եղել են կիկլոպյան կառույցները, որոնք կառուցված են խոշոր քարերով։ Մի հատ Լճաշենում եմ տեսել, մի հատ էլ Սիսիանի կողմերը կա, անպայման կնկարեմ, ձեզ ցույց կտամ։ Հայկական ամրոցները սովորաբար կառուցվել են դժվար հասանելի ու բարձրադիր վայրերում։ Նմանատիպ հայկական հզոր ամրոցներից են բոլորիս հայտնի Ամբերթը, Սմբատաբերթը, որոնց մասին մոտ ապագայում էլի կպատմեմ։ Բերթավանի Բերթը կառուցվել է մոտավորապես 10-ից 11-րդ դարերում Բագրատունիների թագավորության շրջանում։ Ու ասում են, որ վերականգնվել է 17-րդ դարում։ Այս ժամանակաշրջանում տասնյակ Բերթեր են կառուցվել Հայաստանի սահմանները ավելի ամուր դարձնելու համար։ Հասցրել եք, չէ՞ գրանցվել Գիտակերտին։ Քանի որ թշնամիների հարձակման դեպքում Բերթի պաշարումները կարող էին տևել ամիսներ, հաշվի առնելով այդ փաստը, Բերթում փորել են գաղտնուղի, որը տանում է դեպի գետ, որ ջուր բերեին խմեին։ Քանի թշնամիների մասին խոսք գնաց, ասեմ, որ 1200-ական թվականներին, երբ մոնղոլները գրավել են տարածաշրջանը, թալանել ու գերեվարել են մարդկանց, այդ թվում նաև ավիրել էին այս Բերթը։ Չմոռանաս լայքս դիր, լայքս։ Ցավոք Բերթը տեսնելու եւ ուսումնասիրելու հետ հավասար մենք նաեւ աղբ էինք հավաքում տարածքից։ Ճիշտ է, մեզ համար դժվար չի դա անել։ Սա մեր հայրենիքն է, մեր տունն է, մենք դա պետք է անենք, նենց ոնց որ անում ենք մեր սեփական տանը։ Ժողովուրդ, ամոթ է էլի։ Ինչի պետքա ստեղ աղբը լինի թափված։ Մենք էլ էս գեղեցիկ տեսարանը թողած էս տուրիստերին պետք է աղբը ցույց տանք։ Այս Բերթը մեր պատմության մի մասն է ու պետքա պահենք ու պահպանենք։ Բա մեր գոյության իմաստը ո՞րն է։ Ինչով ենք մենք տարբերվելու անմշակույթ մեր հարևանից։ Սա մեր առաջին Բերթն էր, որի մասին ես ձեզ պատմեցի։ Սպասեք նոր վիդեոների։ Եթե ձեզ դուր եկավ, գրանցվեք Գիտակերտին, լայք դրեք, տարածեք, քանի որ ինձ թվում է մենք լավ գործ ենք անում։ Շնորհակալություն շատ, հաջողություն։ Իդեպ դրոնի ես հրաշք կադրերը ստանալու համար շնորհակալություն Սարո Դավթյանին։